Տաղավարում այսօր լուրում տալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, խոսել ենք ներքին քաղաքական իրադարձությունների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու հանդեպ ուղղված արշավի, Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն միանգամից անդրադառնանք Նիկոլի հերթական գաստրոլներին, որը այս անգամ կազմակերպել էր նախորդ կիրակի Արմավիրի մարզում։ Դե բնականաբար նույն ժողովուրդն էին հավաքվել, այդ մի քանի հոգին ոստիկանական համազգեստներով եւ ոչ ոստիկանական համազգեստներով ոստիկանները եւ սև շորերով ինչ-որ տարօրինակ մարդիկ, ովքեր որ ժամանակին պնդում են, որ ծառայել են Սուրբ Առաքելական եկեղեցուն, մասնավորապես նաեւ կաթողիկոսին, այսօր գտնվում են Նիկոլ Փաշինյանի հետ փոխհամաձայնեցված հանցավոր համաձայնության մեջ ու բնականաբար այդ գաստրոլները վարում է ու ուղղորդում է Նիկոլ Փաշինյանը իր ուղեկցող մեքենաների հետ ու այդ սև շորերով մարդիկ հավաքվում են ու վերցնում են ինչ-որ եկեղեցի փաստացի օկուպացնում են, գրավում են այսպես կոչված, ոստիկանները համախմբված կերպով շրջապատում են այդ տարածքը, եկեղեցու հարակից տարածքները, տեղից տվյալ մարզպետը գտնում է մի քանի հոգի, ովքեր որ տունը պարապ են ու ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, չեն էլ հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ պաշտոն է զբաղեցնում, հավաքում են անատամ մարդկանց, ինչ որ տարբեր տարատեսակ մարդիկ տարօրինակ կեցվածքներով, ինչպես Ախուրյանցի անունը, բերում են այնտեղ հավաքում են սիրուն մասովկեն ապահովում են, մի հատ նախկին տեր հելնում է ու որոշում է, որ ինքը այդ պահին հոգևորական է ու սկսում է պատարագի մասնակիցները բնականաբար սկսում են ծափերով, արդեն ավելացրել են նոր համարներ, որտեղ որ պետքա Հայաստանի դրոշը կախված լինի, կարծում ինչ-որ մի պահի ասել են օր ներքով սկսենք հայրմերից առաջ օր ներքը լինի եւ այսպես ինչ-որ ապուշություններ հորինելով, մասովկեն ապահովելով Նիկոլ Փաշինյանը շարունակում է կապիկություն անել ու ժողովրդին խաբել։ Փաստացի օկուպացնելով եկեղեցին ու գրոհելով Սուրբ Առաքելական եկեղեցու վրա նաև ընտրված կաթողիկոսի վրա, Նիկոլ Փաշինյանը փորձում է թույլատրել եկեղեցին հենց ներսից, իր կողմը քաշելով տարբեր բարձրաստիճան հոգևորականների եւ այսպես շարունակ։ Հիմա այս մարդիկ հավաքվում են, սև շորերը հագնում են, տարօրինակ կեցվածքներ են ընդունում ու որոշում են, որ պետքա պատարագ անեն։ Մի օր գնում են մի մարզ, մի օր գնում են մի մարզ։ Ու այդ գաստրոլները շարունակվելու է մինչև 26 թվականի ընտրություններ։ Այսինքն քարոզարշավի մեկնարկը արդեն տրված է, եկեղեցին որպես այդպեսին դարձել է քարոզարշավի համար ինչ որ նաև հավաքատեղի ու ամենահետաքրքիրը գիտեք ինչումն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է պատարագի է մասնակցում, որտեղ ասենք տրվում է պատարագ մեր անմահ զոհերի հիշատակին, մեր հայրենիքի եւ այսպես շարունակ։ Ու վերջը հարց առաջանում, այդ պատարագը որ դուք մատուցում եք, այդ պատարագը դուք մատուցում եք հայրենադավ դավաճան Նիկոլին, ով հանձնել է հենց մեր հայրենիքը։ Այդ անմահ զոհերի հիշատակին պատարագը մատուցում եք այն մարդու հետ, ով հենց այդ զոհերին կազմակերպել է, որ զոհվեն։ Այսինքն այդ հանձնումների կազմակերպիչի հետ ինչ եք անում, պատարագ եք կազմակերպում, որ մեղան չեք, ապաշխարեք, որ ինչ լինի, էլի, իմաստը պետքա բացատրեք ժողովրդին, մեզ սովորական ժողովրդից, թե ինչումն է կայանում բուն իմաստը հավաքվել գնալ տարբեր մարզերում հագնել սև շորեր, կարդալ աղոթքներ, շարականներ եւ այլն ու դավաճանի հետ փորձել համագործակցել ինչ որ սկզբունքով, ասենք մեկը կոմպրոմատի սկզբունքով, այն մյուսը փոխշահավետ գործար գումարային 30 արծաթով եւ այսպես շարունակ։ Հիմա մի հարց նաեւ այն հոգեվորականներին, ովքեր որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Վերջը դուք ընդհանրապես եթե հետևում եք Նիկոլ Փաշինյանին, պետքա նաեւ տեսած լինեք, որ ասում է մենք կրոնապետություն չենք ու մարդիկ կարող են հավատալ Աստծուն եւ չհավատալ Աստծուն։ Հիմա հարց առաջանում, տվյալ հոգեվորականները, ովքեր որ պարտավոր են տարածեն Աստծո խոսքը, քրիստոնեությունը, աստվածաշնչյան ճշմարտությունը, վերջը հաշտ եւ համերաշխ են Նիկոլ Փաշինյանի այդ կարծիքի հետ, որ կարող եք հավատալ Աստծուն, կարող եք չհավատալ Աստծուն։ Դա մեկ։ Եվ երկրորդ, սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, մենք քրիստոնյաներ ենք։ Դարեր ի վեր
տարիներ շարունակ մենք քրիստոնեության շնորհիվ ու եկեղեցու շնորհիվ ապրել, եկել հասել ենք մեր օրեր, ունեցել ենք մեր լեզուն, գիրը, գրականությունը եւ այսպես շարունակ։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կարող եք հավատալ Աստծուն, կարող եք չհավատալ։ Դուք ինչ որ երաշխիքներ ունեք, որ վաղը կամ մյուս օրը Նիկոլ Փաշինյանը չի պնդելու, որ կարող եք կնքվել եկեղեցիներում, կարող եք չկնքվել։ Դուք երաշխիքներ ունեք, որ վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանը չի պնդելու կամ համոզելու, որ կարող եք ամուսնանալ եկեղեցում, կարող եք չամուսնանալ եկեղեցում։ Եվ վերջի վերջո, եթե մենք հանում ենք այդ մի քանի կրոնական ավանդույթները, ազգային ավանդույթները, մենք ո՞նց ենք տարբերվում մյուս ազգերից ու պետություններից։ Ինչով ենք մենք տարբերվում որպես առաջի քրիստոնյաներ, եթե մենք երկրի վարչապետի մակարդակով պնդում ենք, որ մենք կարող ենք հավատալ Աստծուն, կարող ենք չհավատալ Աստծուն, որովհետև մեր երկիրը կրոնապետություն չի։ Վաղը մյուս օր միգուցե մեր երկիրը ընդհանրապես քրիստոնեությունը չի ընդունել։ Միգուցե Փաշինյանը պնդի, որ Տրթատ արքա չի եղել, Գրիգոր Լուսավորիչը միֆ է, ու մենք քրիստոնյաներ չենք, մենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ զուլված ապրել ենք, ցեղասպանությունը ոնց պնդում են չի եղել, վաղը մյուս օր ասելու է մենք քրիստոնյաներ չենք, մենք ուղղակի քրիստոնեական պետություն ենք հիմնել, որը որ փաստացի մեր պատմական Հայաստանն է, ոչ թե իրական Հայաստանն է։ Հիմա մենք ապրում ենք իրական Հայաստանում, ստեղ կարակ լինեք մահմեդականներ, քրիստոնյաներ, ձեր կրոնական դավանանքի իրավունքն է։ Վերջի վերջո, այն հոգևորականները, որ գնում են Նիկոլ Փաշինյանի հետևից, այն ուսապարկերը, իր թիմակիցները, որ գնում են Նիկոլ Փաշինյանի հետևից, այն մոլորվածները, ժողովրդի մի հատվածը, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, վերջի վերջո դուք որ պահին եք հասկանալու, որ գնում եք մի մարդու հետևից, որ տանում է ձեզ եւ մեր պետությունը, մեր հայրենիքը կործանման։ Երբ եք հասկանալու, որ այդ սև շորեր հագնելով, պատարակներ մատուցելով Աստված ձեզ չի ներելու։ Երբ եք վերջի վերջո պատկերացնելու, որ այս պետությունը, որ մեր պապերը ստեղծել են քրտինքով եւ արյամբ, չի կարելի ուղակի վերցնել, նվիրել, հանձնել ու մսխել այս ամբողջ խաղաղությունն ու անվտանգությունը, որը որ 30 եւ ավել տարիների ընթացքում մեր պապերը, ելի եմ ասում, քրտինքով եւ արյամբ հասել են այս ամեն ինչին։ Եվ վերջի վերջո մենք Նիկոլ Փաշինյանից ոնց կարող ենք ակնկալել խաղաղություն, եթե Նիկոլ Փաշինյանը միայն պատերազմ է բերել։ Մենք ոնց կարող ենք ակնկալել Նիկոլ Փաշինյանից ընդհանրապես խաղաղություն եւ անվտանգություն, երբ ինքը կոտորել է 5 եւ ավել մեր երիտասարդ զինվորներին, սպայական կազմին եւ ընդհանրապես հայ ժողովրդի 5000 հոգի եւ ավել կոտորել է, 12000 քառակուսի եւ ավել հանձնել է, որտեղ որ կային բավականին շատ եկեղեցիներ, վանքեր եւ ինքը այդ վանքերում կարող էր այսօր պատարակ մատուցել, եթե հանձնած չլիներ։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ այս եկող կիրակի գնա Արցախի հանրապետության տարածք, ասենք Սուրբ Ղազանչեցոցում պատարակ մատուցի անմահ զոհերի հիշատակին։ Տեսնեմ իր մոտ կստացվի այդ ամեն ինչը կազմակերպել, արդյոք կկարողանա իր ոստիկանապետությամբ ստեղծված նման իրավիճակում օկուպացված Արցախում գնա եւ Արցախի յուրաքանչյուր իր ընտրությամբ վերցնի մի եկեղեցի պայմանականորեն ես ասեցի Ղազանչեցոցը, գնա եւ պատարակ մատուցի ու իր այդ սևազգես մարդիկ գնան, ասենց մի քիչ երկար թրաշներով ու որոշեն, որ կարելի է այնտեղ անմար պատարակ մատուցել մեր անմար զորին։ Արդյոք դա հնարավոր է։ Բնականաբար հնարավոր չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փակելով Արցախի էջը, վաղը փակելու է Հայաստանի Հանրապետության էջը։ Նիկոլ Փաշինյանի պնդման, որ չկա երրորդ հանրապետություն, պետքա լինի չորրորդ հանրապետություն, հենց դրանով իսկ փակվում է երրորդ հանրապետության էջը, այսինքն այն ինքնիշխանությունը, որը որ ինքը պնդում է, հենց ինքն էլ այդ ինքնիշխանությունը մսխում է եւ հանձնում է։ Այն ինքնիշխանությունը, որը որ ինքը պատմում է, ընդհանրապես իր հետ կապ չունի, այդ ինքնիշխանությունը վաստակել են մեր պապերը արյամբ եւ քրտինքով, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղակի թուղթ ու գրիչով հանձնել է այն, ինչը մարդիկ կյանքի գնով են պահել։ Ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովուրդը ու բացառապես խաղաղությունը երեք տարբեր առանձին բաներ են, որը որ ընդհանրապես միացնելու չի։ Նիկոլ Փաշինյանը հոմանիշ չի կարա լինի խաղաղության, միայն պատերազմի։ Նիկոլ Փաշինյանը հայի հետ հոմանիշ չի կարա լինի, միայն թուրքի։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես մարդ կոչվել իրավունք չունի եւ ինքը տարիներ անց կապ չունի, դա կլինի 1 տարի անց թե ինչ որ ժամանակ հետո, տարիներ անց թեկուզ, ինքը իր դավաճանի պիտակը արդեն վաստակել է։
դա դաջվելու է իր ամբողջ սերունդների հաջորդականության բոլոր սերունդների վրա դաջվելու է դավաճանի պիտակը։ Իսկ հայ ժողովուրդը, ինչպես մենք գիտենք եւ համոզվել ենք դարերով, մենք կանք եղել ենք ու միշտ լինելու ենք։ Նիկոլ Փաշինյաններ եղել են ու եկե գնացել են։ Այնպես որ առաքելական եկեղեցին, հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը հավերժ են։ Շնորհակալություն։ Ինչ կասեք երեք ԱԳՆ նախարարի կապված այցի, որ ճաշկերույթ էր քաղաքացիների, որպեսզի ԵՄ-ն աջակցի Հայաստանում գալիք ընտրություններին, դրա մասին ինչ կասեք։ Տեսեք, քանի որ իրենք պնդում են, որ մեր երկրում ժողովրդավարությունն է տիրում, գալիս է խաղաղություն, իրենք իշխանություն են, ովքեր որ միայն լավ բաներ են անում երկրի, պետության ու ժողովրդի համար, հերթական այսպես ասված շոուն, այսինքն Նիկոլ Փաշինյանը վերցրել է եկեղեցական շոուներն է կազմակերպում, ԱԳՆ նախարարն էլ արտաքին գործերով ինչ որ դեսպան է Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված, ով պետքա դրսի մասով կեն ապահովի, այսինքն այդ ճաշկերույթը ոչ մի բանի մասին է։ 2026 թվականի ընտրությունները հայ ժողովրդի կամքի ու ընդհանրապես իրենց ընտրության մասին է։ Կլինի ԵՄ-ն, կլինեն այլ կառույցներ, կլինեն անգամ դաշնակից պետություններ, ոչ ոք իրավունք չունի ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում ինչ որ որոշումներ կայացնի, օգնի ինչ որ իշխանության կամ ընդհանրապես ընդդիմության։ Դա էականորեն տարբերություն չկա, թե ում կօգնի դրսից ինչ որ ուժ, դա կլինի ԵՄ-ն, թե ընդհանրապես ինչ որ հարևան կամ դաշնակից պետություն։ Արարատ Միրզոյանի ցանկությունները, որը որ համընկնում է բնականաբար Նիկոլ Փաշինյանի ցանկությունների հետ, վերարտադրվել իշխանությունը պահելն է։ Քանի որ իրանք հասկանում են, որ իշխանությունը պահելու համար իրենք ունեն խնդիրներ, որովհետև իրենց եւ 18 թվականի խոստումներն են մնացել ուղակի թուղթ ու գրիչի ու վիդեո տարբերակով, եւ 21 թվականի նախընտրական քարոզարշավին են մնացելի թուղթ ու գրիչին ու նախընտրական քարոզարշավի վիդեո տարբերակով, եւ 26 թվականին պետք է իրանք ստեն, մանիպուլացնեն ու հերթական պոպուլիստական քայլերով փորձեն կորզեն ձայներ, որպեսզի մեր հայրենակիցներին խափեն ստորաբար, ինչպես իրենց մոտ դա շատ լավ է ստացվում։ Ասեն ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, այս անգամ լավ կլինի։ Ու երրորդ անգամ խափեն հայ ժողովրդին։ Ու առաջի անգամ խափեցին հեղափոխության քողի տակ, երկրորդ անգամ խափեցին, որ հեսա գալիս ենք գերիներին վերադարձնենք նախկիներին, պատժենք եւ այսպես շարունակ, երրորդ անգամ արդեն գալիս են խաղաղության աղավնին ձեռքերը։ Նիկոլ Փաշինյանի ձեռքում յուրաքանչյուր աղավնի կսատկի, դա լինի խաղաղության թե ընդհանրապես ուղակի աղավնի։ Դաժե Արփի Դավոյանին, որ վերցնես ու տաս Նիկոլ Փաշինյանի ձեռը, էլի չի դիմանա ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արփի Դավոյանը։ Իրանք ուղակի սատանայի ծնունդներ են, ովքեր որ եկել են, հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում ու ցավոք սրտի փորձում են կոտորածից հետո կործանեն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ԵՄ-ն ու յուրաքանչյուր ինչ որ մի կառույց ուզում է նախաճաշ կազմակերպի Արարատ Միրզոյանի հետ, ուզում է ընթրիք կազմակերպի Արարատ Միրզոյանի հետ, իրենք նույն դավաճաններն են ու դա եւ ԵՄ-ն է հասկանում, եւ դաշնակից պետությունները, եւ հարևան պետությունները։ Անկամ Ալիևը, որ վերցրել է, խլել է Նիկոլ Փաշինյանից կամ գնել է Արցախի Հանրապետությունը, անգամ Ալիևը չի հարգում որպես այդպիսին հարևան երկրի պետության ղեկավար ու ծաղրում է բոլոր հնարավոր տարբերակներով։ Ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող է Նիկոլ Փաշինյանին հնարավոր լինի վերարտադրել ԵՄ-ի աջակցությամբ, եթե ընդհանրապես ԵՄ-ն էլ է հասկանում, որ ինչ որ մի պահի հնարավոր չի լինելու ոչ Նիկոլ Փաշինյանին աջակցել, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը ներառել ԵՄ ինչ-որ շրջանակներում, որպեսզի համաձայնեցնեն ու կարողանան մեր երկրում բերեն խաղաղություն, տնտեսական աճ, զարգացումներ եւ այսպես շարունակ։ Մի խոսքով, եթե անդրադառնանք ձեր հարցին, պետքա պատասխանել, որ հերթական շոու մասով կենա, որ կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի միջոցով, որպեսզի խափեն ժողովրդին, ձայներ կորզեն, որ այ տեսեք խաղաղությունը գալիս է, մեզ ԵՄ-ն օգնում է։ Ձեզ ոչ մեկ չի կարող օգնի։ Հա, թուրքական։ Հա։ Մարզերում, Երևանից դուրս։ Այո։
տվյալ մարդու առողջությունը գնահատվում է 65,000 դրամ։ Իսկ ստեղ հարց է առաջանում, եթե մարդը վճարունակ չի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ու հարկերը վճարում է նորմալ, այսինքն ինքը պետությանը տալիս է իր հասանելիքը ու պետությունից չի ստանում իր հասանելիքը։ Մասնավորապես առողջապահության նախարարություն որպես այդպեսին գոյություն չունի, այնտեղ ֆինանսական սխեմաներով մարդիկ աշխատում են, ալկոգելի գործ էին անում ժամանակին, հետո դիմակների, հետո սկսեցին դեղերի գործ անել, հիմա էլ մարդկանց առողջության վրա փորձում են հնարավոր շատ փող աշխատել։ Ոնց պետպատվերները ոչնչացրեցին, կիրառելիությունը հանեցին ու փոքրացրեցին թվերը, հիմա էլ շտապօգնության մեքենայի մասն է խոսքը, այսինքն այդտեղ ո՞րն է տրամաբանությունն, էլի մարդը Սևանում կամ Շամշադինում կամ ինչ-որ Կոտայքի մարզում ինչ-որ միտեղ իրան վաց զգա, շտապօգնություն կանչեն, նախ ժամանակային առումով, եթե Աստված մի արածե մարդու մոտ խնդիրը լուրջ է, կարող է ուղղակի մահանալ։ Այսինքն այդ դեպքում օրենքի սահմանաչափը ոնց է, եթե մարդը մահանում է, մի հատ էլ վճարում են, որ իրանք ուշացել են, մարդը մահացել է, կիլոմետրի գումարը, հա, այսինքն ինչ որ մեկի տատիկը որ մահանում է, մի հատ 65,000 էլ տալիս են պետությանը շտապօգնությանը, որ շնորհակալություն, որ դուք ուշացաք, տատիկը մահացավ, հա, այս սկզբունքով է աշխատում։ Այսինքն ով է համակարգում այդ օրենքի ուժ տալուց առաջ, ով է ընդհանրապես այդ օրինագիծը շրջանառության մեջ դնում ու ընդհանրապես ով է դա համակարգում։ Բնականաբար ոչ մեկ, որովհետև իրենք սարքել են հայ ժողովրդին տուգանքի մատերիալ, մուծի խախտի, մահացի մուծի, հիմա էլ շտապօգնությունն է բնականաբար հերթական այդ սխեմաներից մեկն է, ոնց որ կարմիր գծերն էր, սարքեցին 180,000 դրամ, պրոբկեքը ավելի շատացավ խցանումները։ Հիմա նույն ձև շտապօգնության մեքենան կարա ուշանա մարդը մահանա, շտապօգնության մեքենան ընդհանրապես կարա, ասենք, ձնածած կլինի, բուք լինի ու տարբեր եղանակային պայմաններով պայմանավորված, կարա տարբեր խնդիրներ առաջանա։ Եթե շտապօգնությունը պետք է 70 կիլոմետր հեռավորությունից մոտենա, էլ չի լինում շտապօգնություն, դա լինում է ուշացած օգնություն։ Կարող է հիմա մենք եթե շտապօգնություն, ասենք մենք գտնվում ենք, ասենք Աշտարակ քաղաքում ու Երևանից ցանկանում ենք կանչկեր անցել, ու տեսնենք գումարը ինչքան կկազմի, ինչքան գումար։ Իսկ դուք ակնկալիքներ ունեք, որ ընդհանրապես կհասնի այդ շտապօգնությունը։ Հասկանաք ուղղակի գումարը ինչքան է։ Ասա ես բնակվում եմ Աշտարակում, հիմա ցանկանում եմ Երևանից գա 103։ Բարև ձեզ, ներողություն, մի բան հարցնում, էլի, մենք Աշտարակում ենք հիմա գտնվում, եթե Երևանի շտապօգնություն ենք կանչում, ինչքան ժամանակում է գալի եւ ինչ կարժենա։ Աշտարակի հիվանդանոցում եք։ Հա։ Հիվանդանոցից բժիշկը պետքա կանչը տա, եթե տա կանչը եւ հիմնավորի, որ պետք անպայման Երևանից գա, Ահա։ այս ժամանակ գումարը կարամ իմանամ ինչքան է։ Ну մոտավորապես եթե պայմանականորեն 20 կիլոմետր է, ընդհանրապես միջինացված ինչ գումարի մասին է խոսքը լինում։ Այդտեղ տարբեր է ասում, մինչեւ 5 կիլոմետր այսքան է, մինչեւ 10 այսքան է։ Ուզում եք իմաստույք իմանամ Աշտարակ։ Մի հատ Աշտարակը ստույգ եթե հնարավոր է, ես կապի մեջ մնամ։ Հա։ Մի վարկան սպասեք։ Շատ բարի։ Սպասենք պատասխանի մեր հայրենակիցը։ Այո, լսում եմ ձեզ։ Ասում է Երևանից Աշտարակ չի գնալու, ընդեղից պետք է, եթե ստեղից են տանում, այդ ժամանակ վճարը գիտենք, իսկ Աշտարակից բրիգադը բերելու մերը տարբեր է գները։ Ну միջինացված ինչ որ գին չկա, որ պատկերացնենք ինչի մասին է, էլի խոսքը, հետագայում ավելորդ խնդիրների մեջ չհայտնվենք։ Մի վարկան։ Դե չգիտեն, էլի։ Փաստացի մեր հայրենակիցները չեն կարողանում իրանց գործառույթները ճիշտ կիրառել։
Եթե վթարի հետևանքում օրինակ հայտնված ըրներ հիվանդ է, հիմա մահացած կլներ, էլի։ Ալո, Այո, լսում եմ ձեզ։ 24,000-ը։ Եղավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Մերսի։ Խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, այսինքն Երևանից եթե հիվանդին տեղափոխում ես աշտարակ կամ թեկուզ հակառակը, միջինացված ունենք 24000 դրամ սակագին։ 24000 դրամ եթե մարդը չունի, կարա ուղակի մանա, 24000 դրամ եթե ներկա պահին այդ մարդը վճարունակ չի, ուղակի չի կարող օգտվել եւ շտապ օգնությունից եւ հիվանդանոցային ծառայություններից եւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է, բարելավել է մարդկանց կյանքը, մարդիկ ավելի լավ են ապրում եւ այսպես շարունակ։ Այն միֆերը, որ Նիկոլ Փաշինյանը ունի, հերթական անգամ մենք այդ միֆերից մեկը բացահայտեցինք, որ ձեր ներկայությամբ է եղել, զանգահարել ենք, մարդիկ 24000 դրամ սակագին են պահանջում, որպեսզի շտապ օգնությունը գա եւ շտապ օգնի, այսինքն եթե դու այդ գումարը չունես, քեզ հնարավոր չի որ շտապ օգնությունը գա ու ընդհանրապես փորձի շտապ օգնի։ Եթե դու այդ գումարը չպարտավորվես վճարես, կարող ես ուղակի զրկվել կյանքից եւ այսպես շարունակ։ Հիմա այստեղ տուգանքի մատերիալ հայ ժողովուրդը պետքա հետևություններ անի։ Արդյոք ինքը պատրաստ է 26 թվականին կամ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին ձայն տալու, որովհետեւ կարողա տարիներ անցնի ու այդ շտապ օգնության մեքենայի սակագինը դառնա 50000 դրամ։ Ու ընդհանրապես արդյոք սա այն ապագան է, որ խոստացել էին իշխանությունները եւ արդյոք հայ ժողովուրդը արժանի էր այս ամեն ինչին ու արդյոք հայ ժողովուրդը հետագա իր պատմությունն ու ճակատագիրը կարող է վստահել նման քաղաքական գործչի, այսպես կոչված դավաճանին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհակալություն։